Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Եվրոնյուզ խնդրեմ, Եվրոմեդիա խնդրեմ։ Պարոն Սարգսյան, ես ճիշտ լսեցի, որ դուք ասացիք 1000 խոշոր հարկ վճարողների երեխաները քաղաքացիություն են ստանում այլ երկրի, որպեսզի չծառայեն բանակում, եթե ճիշտ լսեցի, խնդրում եմ ասեք այդ տվյալները ձեզ որտեղից եւ ում է վերաբերում, այսինքն այդ հարկ վճարող իրավաբանական անձանց բաժնետերերին է վերաբերում ձեր ասածը, եւ նաեւ մեկ այսպիսի հարց, այս իշխանությունները բազմիցս ասել են, որ վարձու բանակ է պետք Հայաստանին, այսինքն պարտադիր զինվորական ծառայությունը դա խոստումներից մեկն է, որ պետք է գնալով չլինի, ինչ շարժ կա այս առումով, այս խոստումը իրականացնելու առումով եւ նաեւ ձեր կարծիքն եմ ուզում լսել, թե ինչու հայկական զորախումբը այդպես էլ չքայլեց Կարմիր հրապարակում զորահանդեսի ժամանակ։ Սկսեմ առաջի հարցից, երբ խոսք է գնում սոցիալական անհավասարության մասին, որ կծառայեն ֆինանսապես ոչ ապահով քաղաքացիներ եւ հարուստները ճակերտների մեջ չեն ծառայի, ես աշխատանքային մակարդակի խոսակցության մասին է խոսքը եւ պաշտպանության նախարարության գործընկերները ասում են, որ մեծամասամբ այն մարդիկ, որ մենք գիտենք, որ սովորաբար ասում են 100 կամ 1000 խոշոր հարկ վճարողները, ենթադրաբար նրանք մեծ կարողություններ ունեցող անձինք են Հայաստանի Հանրապետությունում, նրանց ընտանիքի անդամները մեծամասամբ չեն ասում զորակոչում, այսինքն չի հասնում բանը նրան, որ նրանք զորակոչով անցնեն ու զորակոչի ընթացքում հասկանանք նրանք զորակոչի ընթացքում են ազատվում օրինակ առողջական խնդիրներից ելնելով, թե ինչ որ այլ ճանապարհով են փորձում խուսափել։ Տեսնում ենք, որ նրանք ուղղակի չեն հասնում զորակոչին, դա տալիս է նման կարծիք հայտնելու իրավունք, որ այդ մարդիկ իրենց հարցը լուծել են մինչև զորակոչի տարիքում հայտնվելը։ Ինչ վերաբերվում է պրոֆեսիոնալ բանակ ունենալուն, այո, մենք փորձում ենք հասնել դրան, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նվազի եւ կամված անցնենք մենք մի իրավիճակի, երբ մեր քաղաքացիները կարճ ժամանակով կանցնեն պարտադիր զինվորական ծառայություն, որից հետո կհաշվարկվեն պայեստազորում եւ մի քանի տարիին մեկ կա նաեւ կանցնենք 25 օրյա հավաքներ եւ մենք ունենանք ակտիվ մեծ քանակությամբ պայեստազոր եւ կարողանանք մեր երկրի սահմանները պաշտպանել եւ բանակի իր խնդիրները կատարել այս տրամաբանությամբ, որպեսզի մենք երկար ժամկետով մեր քաղաքացիներին չտանենք 2 տարի պարտադիր զինվորական ծառայության, ինչը նաեւ կբարձրացնի եւս կբարձրացնի ծառայելու գրավչությունը։ Կարմիր հրապարակի մասով ասեմ, որ ես իրավասու չեմ այդ մասին գնահատականներ տալու։ Ներկայացեք, խնդրեմ ձեր հարցը։ Մեդիահաբ Նարեգնունի, պարոն Սարգսյան, նախ ձեր խոսքում ասացիք, որ առողջական որոշ խնդիրների դեպքում, եթե հիմա տղաները ազատվում են պարտադիր ժամկետային զինծառայությունից, ապա սահմանափակումներով կկարողանան ծառայել։ Խնդրում եմ նշել, թե կոնկրետ որ հիվանդությունների մասին է խոսքը, եւ այս օրենքի նախագիծը բավականին մարդկանց մոտ խոճապ է առաջացել, շատերը հետաքրքրվում են հիմա նաեւ կոմենտներում, այս նստաշրջանին է հարցը քննարկվելու, թե աշնանային նստաշրջանի։ Շնորհակալ եմ կարևոր հարցերի համար, նշեմ, որ կառավարության որոշումներով սահմանված են հիվանդությունների ցանկը, թե որ հիվանդությունների դեպքում են զորակոչիկները ստանում տարկետում եւ որ հիվանդությունների արկայության դեպքում են ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից։ Ես առաջարկել եմ եւ այժմ մի քանի ամիս է արդեն ակտիվ նաեւ առողջապահության նախարարության գործընկերների հետ աշխատում ենք, որպեսզի ցանկը վերանայենք, որտեղ կան բազմաթիվ հիվանդություններ եւ քաղաքացին այսօր ստանում է տարկետում, սակայն նա արկա սպառազինության պայմաններում կարող է նաեւ ծառայություն անցնել իր հիվանդության հետ համատեղ։ Ես չեմ ցանկանա որևէ հիվանդություն այժմ նշել, նաեւ ցանկանամ բերել Իսրայելի փորձը, ճիշտ է մենք այդպես չենք անելու, բայց դրա նման, այսինքն այն քաղաքացիները կարող են որևէ կերպ պիտանի լինեն բանակին, պետք է պիտանի լինեն, որովհետև տեսնում ենք հաճախ, որ քաղաքացիները առողջ են, օրինակ մեկ վարորդական վկայական ունեն, մեքենային վարում, կամ զբաղվում են սպորտով կամ այլ աշխատանքով եւ անգամ չեն կանխատեսում, որ այդ քաղաքացիները առողջական խնդիր ունեն։ Մեր շրջապատում տեսնում ենք, որ առողջների մեծ մասը չի ծառայել եւ տեսնում ենք, որ իրենք ինչ-ինչ մանր փոքր հիվանդություններ ունեցել, որի ախտորոշմամբ կարողացել են ազատվել։ Մենք այժմ զինվորական ծառայության տեսակներ ենք բաժանում, որպեսզի
որոշ խնդիրներ ունեցողները սահմանափակումով ծառայություն անցնեն։ Օրինակ, ինչ-որ տեխնիկաների վրա լինեն, ինչը մեծ առողջական բազա չի ենթադրում եւ սրանով իսկ մեծացնել զորակոչի թիվը։ Հարցը կքննարկվի այս տարի հաջորդ քառորդյային։ Այո։ 24 News խնդրեմ ձեր հարցը։ Պարոն Սարգսյան, նաև քննարկումներ էր ընթանում, որ զինվորական ծառայության ժամկետը 2 տարից տարի ու կես դարձվի, այս մասով արդյոք որոշում կա, որ փուլում է եւ քննադատություններ եւ մտահոգություններ էին հնչում, որ եթե այդ որոշումը ընդունվի, ապա խնդիր է առաջանալու քանակի, այս անհանգստությունները արդյոք հաշվի եք առնում թե ոչ։ Նախ նշեմ, որ որոշումը ընդունվելու դեպքում մենք քանակի աճ ենք ունենալու, ոչ թե նվազում, քանի որ այս քաղաքացիները արդեն իսկ խուսափում են ծառայությունից եւ չեն ծառայում, սրանով իսկ արդեն ինչպես նշեցի, ընդհանուր զինված ուժերում ծառայողների թիվը այս փոփոխությունների արդյունքում աճելու է, ոչ թե նվազելու է, եւ ես կանխատեսում եմ, որ մոտ, եթե մենք կարողանանք ամբողջությամբ իրականացնել այն ծրագիրը, որը ես ներկայացնում եմ, ունենանք մեկ տարվա ընթացքում շուրջ 20% ավել զորակոչված զինծառայողներ, ինչը մեծ թիվ է եւ կարողանանք ել ավելի հեշտ խնդիրները, որոնք մենք այսօր ունենք։ Հաջորդ հարցը, որը վերաբերվում է 2 տարուկես դարձնելուն, դա կառավարության ծրագրի մեջ է մտնում եւ պաշտպանության նախարարի հետ ես խոսել եմ եւ առաջիկայում նաեւ ցանկանում եմ, որպեսզի այդ փոփոխությունը այս փաթեթի շրջանակում լինի, բայց ամեն դեպքում սրանք անդրադառնանք մենք աշնանը կամ եկող տարի գարնանը եւ այս խնդիրը կլուծենք, ավելի մանրամասն փակագծեր այս բան չեմ ցանկանում բացել, բայց գնալու ենք այդ ճանապարհը, որպեսզի ժամկետային զինվորական ծառայության ժամկետը նվազի։ Մեգա News խնդրեմ ձեր հարցը։ Պարոն Սարգսյան, հիմա դուք ձեր խոսքում էլ սկզբում նշեցիք, որ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում փոփոխություններ են լինելու։ Այս պահին նորից ընթանում են լիքը քաղաքացիներ, հրաժարվում են մինչև 14 տարեկան երեխաներին քաղաքացիությունից։ Ինչ որ սահմանափակումներ, տարիքային շեմ կարող է լինել, ասենք բանակի տարիք մինչև 18 թույլ չտան հրաժարվել քաղաքացիությունից, որտեղ ձեր ասած գնում են դրսերում ստանում են քաղաքացիություն, հետո գալիս են 27 տարեկանում վճարում են այդ գումարները։ Ինչ որ փոփոխություններ այդ առումով օրենքում կարող է լինել, թե ոչ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Նշեմ, որ վարչապետի հանձնարարականով զորակոչի հետ կապված խնդիրները լուծելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, նաև իմ նախաձեռնությամբ։ Աշխատանքային խմբի աշխատանքների շրջանակում մի շարք գործընկերներ առաջարկում են, որպեսզի մենք օրենքով արգելենք մինչև 18 տարեկաններին քաղաքացիությունից հրաժարվել, ինչպես դուք եք նշում, սակայն դա տեխնիկապես անհնար է, քանի որ հակասահմանադրական կարող է ճանաչվել, քանի որ մենք սրանով արգելում ենք մի բան, որը մարդու սահմանադրական իրավունքն է։ Իմ կողմից առաջարկ է եղել, որպեսզի մենք այս խնդիրը լուծենք турքի բարձրացման ճանապարհով։ Քաղաքացիները պարտավոր են турք վճարել, որպեսզի դիմեն եւ փոխեն քաղաքացիությունը, առաջարկել են, որպեսզի турքը բարձրացվի եւ սահմանվի այնքան գումար, որքան այսօր վճարում են 27 տարին լրացած քաղաքացիներ, ովքեր խուսափել են ծառայությունից, ծառայության դիմաց։ Այսինքն կդառնա, որ նրանք վճարում են 13 տարեկանում վճարում են 2 զինծառայողի 2 տարվա աշխատավարձ եւ նոր ստանում են քաղաքացիությունից հրաժարվելու հնարավորություն, ինչի ընդունման արդյունքում էականորեն կկրճատվի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը ես վստահ եմ։